Էջմիածնում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ցուցակում է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանը։ Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Քարոզարշավին մասնակցում է Մանվել Գրիգորյանի կինը Նազիկ Ամիրյանը։ Եթե նկատեցիք, մեր թիմում բոլորը այն մարդիկ են, ովքեր այս երկրի համար արյուն են տվել։ Բոլորս միասին որոշեցինք մասնակցել վաղ շաբաթ համայնքի ավագանու ընտրություններին, եւ մեր պայքարը սկսեցինք հենց Մայրաթորից, նշել է Մանվել Գրիգորյանի կինը։ Նազիկ Ամիրյանի խոսքով Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա։ Ժամանակը ինքն իրեն մաքրեց եւ ցույց տվեց, որ Մանվել Գրիգորյանը եղել է եւ մնացել է հայրենասեր հայ ազգին նվիրված զինվոր։ 2018 թվականի սարքված դեպքերն ու մոնտաժված կադրերը այլևս ազդեցություն չունեն, ասել է նա։ Նշենք, որ վաղ շաբաթ համայնքի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է գալիս նոր կազմով, նպատակ ունենալով ակտիվ մասնակցություն ունենալ համայնքային կառավարման գործընթացում։ Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյան ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները, բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ եւ իրավունքի նորմերի խախտումներով։ Ռուբեն Վարդանյանի մեկնաբանությունը ներկայացվում է ստորև։ Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Սա հարկադրված որոշում էր։ Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։ Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին եւ մեղադրական եզրակացությանը։ Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է։ Ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը։ Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել։ Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ։ Դատական նիստերին պատրաստվելու համար հասանելիություն չեմ ստացել տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց։ Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների եւ դատարանի կողմից։ Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան։ Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները եւ հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը։ Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը, վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության եւ արդարության որևէ նշույլից։ Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ։ Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ։ Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին, ինձ պետք չէ պաշտպանության պատրանք, ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի թագավորության արտաքին գործերի աֆրիկյան համագործակցության եւ արտերկրում մարոկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները թե բազմակողմ հարթակներում փոխգործակցության, թե երկկողմ փոխայցելությունների միջոցով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեծ հաճույքով կմասնակցեր կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կիրակի օրը մատուցելիք պատարագին, սակայն չի կարող այդ օրը գործուղման է։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Նշենք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում բոլորին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովանավանք մասնակցելու սուրբ եւ անմահ պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովանավանքում Տեր Արամի մատուցած պատարագին։